Մեր փրկին բադվագանանով գբարևեմ ցես սիրելիներ ուր որալ գտնվիք թողաստու օրհնությունը ծեր վրա հանգչի առաջնորդե ցես ամեն ճշմարտության որբեսի այս գարջ կյանքը որը մեջ գաբրինք իրապես գարջ է շոքի նման ծված է մեր կյանքը գանանչ դերևներու պես այսօր գանանչ է վաղ գթարամի բայց փառք ուտանք որ Քրիստոս մեր մեջ գաբրի Սուրբ Հոգին գրգած է եւ մեզ ամեն ճշմարտության առաջնորդ է իր խոսքն ալ մեր ցերկերու մեջ ունենք որ ամեն շաբաթ գսերդենք ուսումնասիրենք եւ համար բացադրելու աշխատենք ուրեմն պիտի շարունակենք առաջին Թեսաղոնիկեցի 5-րդ գլխին 20-րդ համարին շարունակությունը որ գսե արաքյալը եւ ինք խաղաղության ասվածը ցես բոլորովին սուրբն է ու ցեր բոլոր հոգին եւ շունչը ու մարմինը անարատ բահվի միջև մեր Տեր Հիսուս Քրիստոսի քալու ադենը ուրեմն խոսեցանք հոգին շունչը ինչ է մարմինը անցյալ շաբաթ դեսանք թե պետք է զանազանենք հայերենի մեջ մարմին բառը գործած է երկու բարականեր ունալ միշտեր հունարեն բնակիրի մեջ նյութական մարմինին համար սոմա գսե իսկ մեղավոր բնության աբագանած բնության արդատրած կորձերուն համար սարքա գսե հայերենի մեջ երկու բարականերում մարմին գսե անորամար շատեր շվարած են եւ քանի որ այս զանազանությունը չեն գրնարդնել իրենց մարմինները գջնշեն գզրգեն ամեն տեսակի բետկերեն որպես իրենց հոգին վերանա եւ ավելի սուրբ լան ասիգա գնոստիկյան քապար մնե այս ուղությամբ խոսեցանք բացադրեցինք եւ այսօր կարևոր հարցումը զոր մեր մեջ գստեղծե եւ պետք է մեզ հետաքրքրե կորցնականապես ինչպես կրնանք աբագանած բնության արդատրած մեղքերը կորձերը սպանել որտեւ այդպեսի բադվեր գա մեզի գսե հոգիով կացեք եւ մարմինին կորձերը պիտի չգադարեք եւ ուրիշտեղ մնալ սպանեցեք գսե ծեր մարմինին կորձերը եւ բացադրեցինք թե մարմինին կորձերը ոչ թե մեր նյութական երևցած մարմինն է հաբա մեղավոր բնության արդատրած կորձերը պիտի սպանենք ինչպես պատասխանը երբ մեր հին մարդը եսը որ իր զորությունը աբագանած մեղավոր փնութենեն գստանա չենք սնուցաներ երբ զայն սովամա վիճակի գմատնենք այն ադեն սպաննած գլանք այսպես գմնա անզոր եւ որևէ մարմնավոր կորց չի գրնար արդատրել եւ մենք արաքյալին բադվերը կորձատրած պիտելանք որ գսե մարմինին խնամք միդանիկ հռոմայացիս 13-14 կդեսնեք հոն հայերենը դարձյալ մարմին գսե սարքա այսինքն մեղավոր փնության աբագանած փնության արդատրած կորձերը ուրեմն երբ որ եսը չենք սնուցաներ սովամա վիճակի մեջ գթողենք այն ադեն պիտի չգրնա արդատրել եսը սովամա վիճակի մեջ թողելու լավակույն միջոցը Սուրբ Հոգվույն դրամատրվելն է հավատացյալը պետք է Սուրբ Հոգվույն դրամատրվի անոր գարավարմանը դակ մնալն է որ գոչվի նաև Սուրբ Քիրքին լեզվով Սուրբ Հոգին լեցունությունը երբ գլեցվինք գդրամատրվինք գլեցվինք երբ գլեցվինք երբ թույլ գուտանք որ անմեզ առաջնորդ է ամեն ճշմարտության այդ բարակային եսը սովամահ պիտի մնա իր ուժը պիտի չունենա մնացյալ միջոցները պիտի հաջորդեն ինչպես Աստծո խոսքին ընթերցանությունը անոր հետ ուղիղ սիրտով Աստծո հետ ուղիղ սիրտով հարաբերությունը հաղորդակցությունը եւ այլն շարունակելով արաքյալը գսե այս համարի մեջ անարատ բահվի հոգին եւ մարմինը գարադավորվի գաղդոդի գբղձվի անշուշտ
Այս պատճառով Պողոս առաքյալ աղոտ կփարսացնե առասված եւ այս ճշմարտությունը իմդի ունենալով բադվեր գուտա նաեւ գորընթացիներուն։ Եթե գարտանք Գորընթացված երկրորդ նամակին 7-րդ գլուխին առաջին համարը գսե ուստի սիրելիներ, որովհետև մենք այս խոսմունքները ունենք, մեր անձերը մարմինի ու հոգի հոստարցյալ մարմին գսահայրենը, սարքայը փնակիրը, մեր աբագանած մեղավոր փնության, գսե մարմինի ու հոգի ամեն երբ բղձութենե մաքրենք եւ սրբությունը գադարելակորձենք Աստուծո վախովը։ Մինչև երբ պիտի բահվի, ոստեղ գսե ծեր հոգին եւ շունչը ու մարմինը անարատ բահվի, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի քալու ադենը։ Մինչև մեր Տերոջը վերադարձը կամ մեր ննչելը, երբ մեր աչքերը կփակենք, Փառք ուտանք այսպես իսկանչելի դերմ ունենալու համար։ Գարժե զայն սիրել եւ անոր հետ քալել, անոր համար ապրիլ։ 24-րդ համարը անցնենք, ուրեմն առաջին Թեսաղոնիկեցիս 5:24 գսե հավատարիմ է ան, որ ցեզ գանչեց ու պիտի գադարեալ։ Առաքյալը գիշեցնե մեզ Աստուծո հավատարմությունը։ Փիլիպեցված նամակի մեջ եւս Աստուծո քողունակություն հայտնել է իդ վստահությամբ առաքյալը գսե, ան որ ծեր մեջ բարի գործ մսկսեց, մինչև Հիսուս Քրիստոսի օրը պիտի գադարե։ Աստված իր գադարելի գործերու մեջ հավատարիմ է։ Ան իր բոլոր խոստումներու մեջ հավատարիմ կգտնվի։ Երանելի այն մարդը, որ հավատարիմ Աստուծո հետ կգալե։ Մեր Տերը երբեք հուսախաբ չներ մեզ։ Ուստի վստահենք անոր հայրական սիրուն, անոր անհուն իմաստության եւ բարի ծրագիրներուն եւ հավատարմության եւ ամեն բան լավ պիտի ընթանա։ Գսե ցեզ գանչեց։ Ուր եւ ինչպեսի վիճակի մեջ կգտնվենք, երբ մեզ գանչեց, ուղիղ պատասխանը Աստվածաշունչը գուտա մեզի։ Գարտանք Դիդոս 3:3 Բասնզի մենք ալ ադեմը անմիտեինք անհնազանդ մոլորյալ եւ զանազանդ ցանկությունները ու հեշտություններու գծարայեինք, չարությունով ու նախանցով գվարվենք, ադելի ենք ու մեգզ մեկ գադեինք։ Այս վիճակի մեջ մեզ գանչեց։ Երբ անմիտ էինք, անհնազանդ էինք ու մոլորած էինք, Դերը մեզի այս վիճակեն գանչեց։ Խաբարի իշխանության դակ կգտնվենք, երբ ան մեզ գանչեց։ Գոսացված առաջին գլուխի մեջ հոն կտեսնենք այս ճշմարտությունը։ 10-րդ համար որ մեզ ազատեց խավարի իշխանութենեն ու իր սիրելի որդվույն թագավորությանը փոխադրեց։ Կտեսնեք ուր կգտնվենք, երբ մեզ գանչեց։ Թեբի ուր գանչեց։ Մեր գտնված վիճակը հայտնի էր, ուր կգտնվենք։ Սակայն թեբի ուր գանչեց, մի քանի ճշմարտություններ պիտի տեսնենք, թե մեզի ուր գանչեց։ Առաջին իր շնորհքին գանչեց։ Քահանացիս 1 գեղեցիկ արդայդություն բգահոն առաքյալը գսե Քահանացիս առաջին գլուխի մեջ 6-րդ համար գսե Գզարմանան, որ այդպես շուտով ուրիշ ավետարանի կփոխվիկ անգե, որ մեզ Քրիստոսի շնորհքին գանչեց։ Քահանացիներուն հիվանդություններ, որանոնք յետ օրենքին կացին եւ առաքյալը շատ խիստ կխոսի այս մարդոց։ Իր շնորհքին գանչեց։ Դարձյալ իր սկանչելի լույսին գանչեց։ Իր սկանչելի լույսին գանչեց։ Առաջին Պետրոս 2:9 գսե բայց դուք ընդիր ցեղ մնեք թագավորական քահանայություն սուրբ ազգ սեփական ժողովուրդը որբեսի քարոզեք անոր առաքինությունները որ մեզ խավարեն
իր սկանչելի լույսին գանչեց Փարք Տերոջ դարձյալ սրբության գանչեց Առաջին Թեսաղոնիկեցոց թուղթին բացադրության ժամանակ դեսանք Առաջին Թեսաղոնիկեցիս 4:7-ի մեջ գսե Բասնզի ասված մեզ բղծության չգանչեց հաբա սրբության Դարձյալ իր Փարքին եւ թագավորությանը գանչեց Գողոսացիս առաջին գլուխի մեջ Արաքյալը գսե 13-րդ համար Քոհանալով հորաստուծմե որ մեզ լուսոմեջ բնագող սուրբերուն վիճակին մասնագից ըլլալու արժանացուց ոչ թե մենք արժանի ենք մենք մեզ հաբա Քրիստոսով արժանացանք մենք արժանիք բչունենք մեր արժանիքը Քրիստոսի մեջ է նաև Առաջին Թեսաղոնիկեցոց 2-րդ գլուխի մեջ ալ գսե 13-րդ համարը գսե այնպես գործորեինք ու գմխիթարեինք եւ վկայություն գտնեինք որպես թե դուք Աստուծո վայելածին պես քալեք որպեսի դուք Աստծո վայելածին պես քալեք որ ցեզ իր թագավորությանը ու Փարքին գանչեց գտեսնեք սիրելիներ ինչ մեծ գոչում է այս Սիրո ու ողորմած Աստված այսօր եւս կգանչե Ցավալի երևույթ այն է, որ քիչեր գուզեն լսել անոր գոչը։ Սակայն պիտի կա այն օրը, որ Աստուծո երկայնբդությունը գանք պիտի առնե եւ գոչը թատրի։ Ու սկսի անոր արդար փարգության բաժակին թափվիլը անզեղջ մարդկության վրա։ Այնադեն իրենք պիտի աղաղագեն եւ Աստված պիտի չլսե։ Ցավալի երևույթ մնա ասիգա եւ այս ուղությամբ ճշմարտություններ կան որ գսեն այդ մասին եթե գարտանք Արագած քիրքին առաջին գլուխը 24-ն մինչև 33-ը լսենք գսե որովհետև ես կանչեցի ու դուք չուզեցիք լսել ցերքս երգնցուցի ու մդիկ ընող չեղավ հաբա իմ բոլոր խրատներս մերժեցիք Եվ իմ հանդիմադությունս չուզեցիք Ես ալ ծեր թշվարությանը վրա պիտի ձաղիմ որ ծեր վախը հասնելուն ձաղր պիտի դնեմ Երբ ծեր վախը հեղեղի պես հասնի ծեր թշվարությունը մռիգի պես հասնի եւ ծեր վրա նեղություն ու դարաբանք կա այն ադեն ինձի պիտի աղագեն ու պատասխան պիտի չտամ Զիս պիտի փնտրեն ու պիտի չգրնան գտնել որովհետեւ քիդությունը ադեցին ու դերոջ վախը չնդրեցին իմ խրատներս չուզեցին բոլոր հանդիմանությունս անարգեցին ուրեմն անոնք իրեն ջամփուն բդուղեն պիտի ուդեն ու իրենց խորհուրդներեն պիտի գշտանան ողորմած եւ սիրո Աստված հիմա գգանչե բայց երբ մդիկ չեն ներ մարդիկ դեր պիտի կա որ օր պիտի կա անոնք պիտի գանչեն բայց Աստված մդիկ պիտի չնե Այնպես որ եթե իմ ունգընթիրներուս մեջ սիրելի հոգիներ կան, որոնք դակավին Աստուծո գոչը անհոգ անդարբեր գտնվին, անհոգ կարևորություն չեն դար այդպեսիներուն հրավեր գուտան, որ հրավիրեն դեր Հիսուս Քրիստոս իրենց սրդի մեջ։ Աստված կգանչե իր փարավոր ջոխության թիրքին, այն թիրքին, որ մենք ունենք Քրիստոսի մեջ, գգանչե, խավարեն լույսի գգանչե, իր շնորհքին գգանչե, Փարքին թագավորությանը գգանչե, այդպեսիներ խոհեմ լան եւ վարգյան մարաջ խոնարին եւ ընդունին դեր Հիսուսի այս գոչը, այլապես ետքը միգուցե ուշ ըլլա։ Դերը գամի Կալ շաբաթ պիտի շարունակենք 25-րդ համարեն։ Թող Աստծո խաղաղությունը ձեր բոլորին է դլա, իբարս երրորդության ամեն։